ամենամեծ խնդիրը, որ ունեինք, դա տարածքի խնդիրն էր եւ այնտեղ մի քանի խոշոր գործարարներ, հիմնականում հայ ազգի, բայց ոչ հայաստանաբնակ, իրենք այնտեղ խոշոր տարածքներ ունեին եւ տենց տարբեր բանակցություններ էին մեզ հետ վարում, մենք ձեզ տանք, դուք մեզ են տանք, ասենց ինչ որ բավականին կոշտ բանակցությունների արդյունքում հասկացանք, որ այդ մարդկանց հետ հնարավոր չի որևէ համաձայնության գալ եւ որևէ տրամաբանություն չկա նրանց պահանջների մեջ եւ ասեմ ավելին գիտեք ոնց այս բանակցությունները մի քիչ տենց ավելի լույս են սփռում թե այդ տեսակ մարդիկ ով են ու իրանց բանը այսպես ասած այդ սահմանափակ հետաքրքրությունների շրջանակը ինչ է հետևապես մեր վերաբերմունքը այդ տեսակ մարդկանց օլիգարխիկ այդ շրջանակների այդ ներկայացուցիչների նկատմամբ պետք է լինի համապատասխան իրանք լինելու են մեր համար, իրանց հարցերը լինելու են մեր համար ամենավերջին շարքում։ Այսինքն, եթե իրանք այս պարզ պրիմիտիվ հողի հարցի հետ կապված ու երկու սուբյեկտ կար, ես շատ լավ հիշում եմ, այդ երկու սուբյեկտն էլ շատ հստակ ասել եմ ովքեր են իրանք։ Իրանք լինելու են այն ամենավերջում, իրանք բոլոր հարցերը լինելու են մեր առաջնահերթությունների շարքում ամենավերջում։ Իրանց դիմումները մանրամասնորեն քննարկվելու են։ Որևէ հարցում այս մարդիկ չեն կարողանալու ունենալ որևէ արտոնություն այս շենքում։ Այսինքն մեր Կիլիկիայի մանկապարտեզի հարցը կախված էր ինչ-որ մարդկանց, եսին որ թվին, չգիտեմ ինչ գնով հողեր էին ձեռք բերել, հող չկար, դեռ չենք կարող գտնել, լավ է այս դպրոցի տարածքը գտանք։